Edmond Marukyan, երրորդ խոսափող։ Շնորհակալություն, հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն, ես հարցս արագ ձևակերպեմ, որ հասնեմ պատասխան ստանալ։ Ուրեմն կառավարությունը սեպտեմբերի 2-ին որոշում է կայացրել Վանաձորին 160 միլիոն դրամ գումար հատկացնել մարզպետարանի միջոցով եւ նշված է, որ Վանաձորի ֆինանսական վիճակի բարելավման համար է այս գումարը հատկացվել։ Գիտեք, Վանաձորում նախընտրական քարոզարշավ է եւ տեղի հանրապետական ներկայացուցիչները դա ներկայացնում են որպես իրենց ձեռքբերումը եւ ներկայացնում են, որ աշխատավարձերը կվճարվեն այս գումարով, մինչդեռ 4 ամսվա աշխատավարձի վճարելու խնդիր կա։ Նախ հետաքրքիր է թե գումարը ինչի համար է տրամադրվել, որովհետեւ որոշման մեջ նշված չէ, եւ երկրորդը արդյոք այդ 4 ամսվա աշխատավարձերի խնդիրը կարող է լուծվել, թե հնարավոր է նաեւ հավելյալ գումար հատկացնել։ Նաեւ սա հետ կապված ասեմ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանին այն ժամանակ ես նույնպես դիմել էի եւ սրա հետ կապված կարծում եմ այս շահարկումը ակնհայտ անտեղի է այնտեղ դա որպես նախընտրական ձեռքբերում ներկայացնելու առումով, որովհետեւ առաջին հերթին պետք է հարց առաջանա, թե ոնց է 4 ամսվա աշխատավարձի չվճարումը առաջացել, հետո դրա վճարումը ինչ որ ձեռքբերում ներկայացնել։ Խնդրեի կառավարության հարցին պատասխանը, չգիտեմ որ նախարարն է զբաղվել։ Շնորհակալություն։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյան։ Հանրապետական ասացիք, դաշնակները պատասխանեն, ճիշտ է լարիր։ Հարգարժան նախագահ, ազգային ժողովի, հարգելի պատգամավոր, ես կարծում եմ process-ը շատ մենք թատերականացնում ենք, իրականության մեջ դա ներկայացնել ձեռքբերում չի կարելի, քանի որ նույն քաղաքը նախկինում ղեկավարել է նույն կուսակցությունը պատկանող քաղաքապետը եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառների արդյունքում քաղաքում ձևավորվել է բյուջետային որոշակի դեֆիցիտ։ Հիմնական պատճառը շուրջ 45 միլիոն դրամի համար աղբանության վճարների գանձում չի իրականացրել քաղաքապետը համայնքը, այսինքն շուրջ ուրեմն 12 միլիոն դրամի մանկապարտեզնի վարձավճարներ չի գանձվել, ապարքներից շատ փոքր մաս է գանձվել, այսինքն քաղաքապետարանի գործունեությունը, որը մանրամասը ֆինանսական տեսակետից ուսումնասիրվել է նախարարության կողմից, այս բոլոր արդյունքները նկատելի են եւ դրա հետ կապված պետք է ուղումներ մտցվի գործունեության մեջ։ Ժամանակի ընթացքում նաեւ որոշակի մաս բյուջեից ավական ու համապատասխան փոփոխություններով օգտագործվել է որոշակի ճանապարհների բարեկարգման եւ 160 միլիոնի շուրջ 100 միլիոնը իրավամբ ձևավորվում էր ուրեմն աշխատավարձերի բարձրացման հետ կապված վճարների, էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների փոփոխության։ Այս տարի մենք Վանաձոր քաղաքին հատկացրել ենք 65 միլիոնի դրամով լրացուցիչ օժանդակություն նախորդ տարվա 126 միլիոնի փոխարեն։ Ես կարծում եմ, որ process-ի մեջ կա օբյեկտիվ մաս եւ սուբյեկտիվ մաս։ Իսկ քաղաքական շահարկումները դա կարծում եմ այստեղ հայտարարելու եւ այլն ընտրական process-ը բերել խորհրդարանը ճիշտ չի։ Շնորհակալություն։ Edmond Marukyan, երրորդ խոսափող։ Պարոն նախարար, այնտեղ այդ կուտակված պարտքը եւ ստացված գումարը ներկայացվում է որպես իրենց լոբինգի արդյունք եւ ձեռքբերում։ Ես դրա համար եմ ուզում, որ դուք պարզաբանեք եւ շնորհակալ եմ այդ պարզաբանման համար, որովհետեւ մի բան է պարտքեր կուտակել, մեկ այլ բան պետական բյուջեից այդ պարտքերը բերել համայնքում փակել, բայց դա որևէ մեկի երեսը չի լվանում։ Ես չեմ կարծում, որ այդտեղ բան կա, ինչ որ գլուխ գովալու տեղ կա այնտեղ, որ այդ հարցով գլուխ գովան։ Շնորհակալություն եւ ինչ վերաբերում է Քիմպրոմի հետ կապված, ուրեմն ես պարզաբանեմ, պարոն նախարար, ես չեմ իմ րոպեն է, պարոն նախարար։ Ես ուղղակի տեսեք, ես ձեզ դիմել եմ, որ տեղի ունեցել թալան, դիմել ենք գլխավոր դատախազին, Վանաձորի ոստիկանությունը քրեական գործի հարուցումը մերժել է։ Այնուհետև ինձ կապվել են գործարարները, ասում են աճուրդով մեր գնաց խողովակները թույլ չեն տալիս մենք ստանանք։ Ես ձեզ զանգարել եմ, ասում եմ պարոն նախարար, եթե օրինական է եղել, ինչպես պնդում է ոստիկանությունը, ինչու թույլ չեն տալիս խողովակները ստանան։ Իսկ դուք ասել եք դիմեք ցնակության կառավարիչին, ոչ թե ձեր ներկայացած ձեով։ Ես չեմ ասել
Թալանել են, հետո էլ զանգել եմ ասել չօրինական է եղել։ Հիմա էլի ես ճշտեցի, խողովակները մարդկանց չեն հանձնում, պարոն նախարար։ Ասում են, բանը Մարուքյանը, որ խորհրդանում հարցը բարձրացել է, դա համար այդ խողովակները չեք կարող ստանալ, մինչդեռ աճուրդով օրինական գնել են ըստ ոստիկանության տեղեկատվության։ Լավ կլինի, որ դրանով զբաղվեք, տեսնենք ինչ արին։ Շնորհակալություն։ Պարոն Մարուքյան, ես կարծում եմ մենք Վանաձորյան ընտրարշավի նույն լոբինգը տեղափոխել ենք այս դալից եւ ձեր հարցադրումը եւ ձեր ակնկալվող պատասխանը փաստորեն նորից կապվում էր ընտրարշավի հետ։ Ես կարծում եմ դա դուք կարող եք շատ վաղուց պարզաբանել, պատասխան ունենալ իրավամբ օբյեկտիվ եւ որոշակի մասով սուբյեկտիվ պատճառներից ելնելով մենք չէինք կարող համայնքի շուրջ 1300 աշխատակիցների աշխատավարձի հարցում օժանդակություն չցուցաբերել։ Շարունակությունը ինչպես համայնքը կլրացնի իր միջոցները եւ կփակի այդ պարտքերը, դա արդեն այլ խնդիր է, որով մենք կզբաղվենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, նիստն ավարտվեց։